Հովունի գյուղապետի աշխատասենյակի դուռը համարյա 1 տարի փակ էր։ Թելման Միրիջանյանը կալանավորված էր 11-ամսյա կալանքից ազատված գյուղապետին, սակայն հիմա էլ հեշտ չէ գտնել աշխատասենյակում։ Ղեկավարից հետ չեն մնում գյուղապետարանի աշխատակիցները։ Օրն աշխատանքային է, բայց գյուղապետարանը դատարկ է։ Պարոն Միրիջանյան, նորից հեռուստաընկերությունից են ձեզ անհանգստացնում։ Մենք հիմա գյուղապետարանում ենք, բոլոր դռները փակ են, ոչ մեկին չեն կարողանում գտնել։ Այսօր աշխատային ուղղակի եմ գնացել տնապանության վարդում հաշվետվություններ տալու։ Տիգրանը խնդրեց ընտրիոր պիտի իր հանձնագործով դեպի գնա։ Գյուղապետի տեղակալ Տիգրան Մանուկյանի տունն է։ 1 տարի առաջ, երբ կալանավորվեց գյուղապետը, նա էր Հովունին ղեկավարում։ Գյուղապետի տեղակալը ոչ աշխատավայրում էր, ոչ տանը։ Դուք խոսեցիք ձեր ամուսնու հետ։ Չի անդրասանել ես որտեղ։ Բա որտեղ կլինի։ Արդեն մի տարի ինքը շատ չարչարվել է, ինչ որ պետք է երևի։ Կարող եք գնալ։ Գյուղապետի տեղակալն ի վերջո հայտնվեց, իր ղեկավարի ու նրա նկատմամբ քրեական գործի մասին հակիրճ խոսեց։ Քննություն են տանում, կարող եք քննչական մարմիններին հարցնել։ Բնականաբար վերադարձել են կաշխատի, ինչի մասին է խոսքը։ Ինքը այսօր համայնքի ղեկավարն են դրված։ Գյուղում բոլորը զգուշանում են, ոչ մի ավելորդ բառ խուսափում են խոսել ոչ վաղ անցյալում կատարված աղմկահարույց դեպքի մասին։ Ես ինչ բան չեմ դրա, խոսալ ինչ բան չեմ դրա։ Գյուղապետը շատ լավն է, կաշխատի։ Շատ լավ գյուղապետ։ Ինչպես տարան, այնպես էլ հետ բերեցին, թե ինչ արեցին, չգիտեմ։ Եկան մեզ կանչեցին ոստիկանության աշխատողը, հետաքրքրվեց, զրուցեցին, հիմի թե ինքը ինչ կարծիք է կազմեն, ինչ եզրահանգում են արել, դա ինչ չգիտեմ ես։ Հովունին մոտ 17 տարի ղեկավարած Թելման Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։ Ըստ նախնական տեղեկություններին նա գյուղացիներից մոտ 3.200.000 դրամի հողի հարկ էր կանձել եւ չերմուտքագրել։ Մոտ 6.200.000 դրամ էլ համայնքային բյուջեից էր յուրացրել։ 1 տարի բան երեցին։ Հեռացրին նորից էլ եկա աշխատի, չգիտեմ։ Ինչի հեռացրին։ Իրեն գործ կար, ինչ կար։ Նոր եկե բռնված տեղից։ Ինչ էին բռնել։ Ես իրենց գյուղապետերի հարցերով։ Թելման Միրիջանյանը գրավով է ազատվել կալանքից եւ կշարունակի աշխատել։ Նախաքննությունը շարունակվում է։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, Ազդարաշ։